Խորհրդարանական ընտրություններից հետո իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը մինչև նոր խորհրդարանի ձևավորումը ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ իրականացնելու օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել։ Նախագծի համաձայն այսուհետ Հայաստանում ընտրություններին կարող են մասնակցել քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրական տարում առնվազն 6 ամիս եւ ավելի գտնվել են Հայաստանում եւ չեն լքել հանրապետության տարածքը։ Օրենսդրական նախաձեռնության հեղինակներից ԿՊ խմբակցության падգամավոր Ալխաս Ղազարյանն իր խոսքում ընդգծեց, որ օրինագիծը շրջանառության մեջ դնելուց հետո տեղի են ունենալու որոշակի փոփոխություններ, որոնք քննարկումների փուլում են։ Մասնավորապես բուժում ստանալու եւ գիտական աշխատանքով զբաղվելու բացակայության հիմքով հնարավոր կլինի 183 օրից ավելի բացակայել եւ իրավունք ունենալ մասնակցել ընտրություններին։ Պատգամավորի խոսքով ներկա փուլում միայն արտոնություններ են տրվելու պետական գործուղման եւ ուսման մեջ գտնվող քաղաքացիներին։ Ըստ նրա նման նախաձեռնության հիմք են հանդիսացել քաղաքացիների բազմաթիվ նամակները, որոնցում նրանք մտահոգություն են հայտնել, որ իրենց փոխարեն ընտրությունների միջոցով երկրի ճակատագիրը փորձում են որոշել Հայաստանում չբնակվող եւ երկրի համար որևէ բարիք չստեղծող քաղաքացիները։ Այդ հոսքը նկատվել է, այդ խոսակցությունները եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պահանջը նաեւ, որովհետեւ այստեղ քաղաքացու իրավունքն էլ է սահմանափակվում։ Դու մնում ես, ապրում ես դու, ես, մենք բոլորս Հայաստանի Հանրապետությունում, բայց մարդիկ, որոնք ընդհանրապես իրենց ապագան Հայաստանի Հանրապետությունում, պարզապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, որոշում են, թե մենք ինչ իշխանություն պետք է ունենանք։ Ալխաս Ղազարյանը ընդգծեց, որ օրենսդրական նախաձեռնության ժամկետների սահմանափակումների հետ կապված նույնպես կան առաջարկներ, որոնք եւս քննարկման փուլում են, սակայն լավագույն տարբերակը այս պահին քննարկման դրված 6 ամսյա ժամկետն է։ Վերջինս անդրադարձ կատարեց նաեւ ընտրություններին մասնակցող ուժերից մեկի օգտին արտերկրից համակարգված եւ ուղղորդված քաղաքացիների մասնակցությանը, հավելեց, որ այնուամենայնիվ այդ ուժերի նպատակին չի հասել, չնայած որ քվեարկության ընթացքում ստացել են 23% եւ ավելի ձայներ։ Ազգային ժողովի ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը համամիտ չէ ընտրություններին մասնակցած ուժերի եւ դիտորդական կազմակերպություններից մեկի այն կարծիքի հետ, թե անցկացված խորհրդարանական ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն, որի համար պատրաստվում են դիմել սահմանադրական դատարան։ Վերջինս նշեց, որ դա նրանց իրավունքն է, սակայն քաղաքացին արդեն իր խոսքն ասել է։ Իմ մեկնաբանությունը, քաղաքական մեկնաբանությունն այն մասին է, որ ես չեմ տեսնում որևէ հիմք ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ։ Խորհրդարանական ընտրությունների ընտրակաշառք բաժանած ուժերի նկատմամբ օրենքը պետք է անողոք լինի, ասաց Արթուր Հովհաննիսյանը, ընդգծելով, որ արդեն իսկ օրենսդրական փաթեթներ են նախաձեռնում, որպեսզի հետագայում այն կուսակցություններն ու կուսակցական գործիչները, որոնք փորձեն ընտրակաշառք բաժանելու միջոցով իշխանության գալ, արգելվին նրանց քաղաքական եւ կուսակցական գործունեությունը։ Նրա պնդմամբ նման ուժերը հանրության կողմից պետք է մերժվեն եւ հայտնվեն քաղաքական լուսանցքում։ Համակարգված ընտրակաշառքով քաղաքական գործունեություն ծավալող կուսակցությունները, քաղաքական ուժերը պետք է հնարավորություն չունենան զբաղվելու քաղաքականությամբ եւ դրա համար պետք է համապատասխան օրենսդրություն մշակվի։ Մենք կշարունակենք որպես խորհրդարանական ուժ այդ օրենսդրության մշակման ուղղությամբ մեր քննարկումները, հույս ունեմ, որ արդարադատության նախարարությունում էլ նման ուրեմն գործընթացներ տեղի ունենում։ Մենք պետք է քաղաքականությունից դուրս բերենք փողը եւ չի կարող Հայաստանի Հանրապետությունում լինի մի քաղաքական ուժ, որի միակ ուրեմն հենարանը փողն է։ Պատգամավորի խոսքով, թեև խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը դելեգիտիմացնում են խորհրդարանը, այնուամենայնիվ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անելու է ամեն հնարավորը, որպեսզի ապագա խորհրդարանում ապահովի բովանդակային քննարկում։